Բարև ձեզ, Factor TV հյուրը իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Դուք իթիվս քաղաքասարքության այլ ներկայացուցիչների դատախազության մոտ նախորդին բողոքի ակցիա եք անում, Արթուր Օսիպյան ազատ արձակելու պահանջով, նա գիտենք 15 օր մի բան էլ ավելի։ Ավել, 17 ինձ թվում է այսօր։ Հացադուլ է անցկացնում բանտում եւ նաեւ ուղերձ էր հղել իր կյանքի ռիսկեր տեսնելով պահման պայմանները այ ո՞րն է ձեր բողոքի առարկան ինչու եք պնդում որ ապօրին է այս կալանքը Ես միգուցե նախ ասեմ որ դատախազության ակցիան պայմանավորված էր նրանով որ մենք գլխավոր դատախազին ուղղել ենք Արթուր Օսիպյանին ազատ արձակման պահանջ, որը ստորագրել էր 22 հասարակական կազմակերպություն եւ 85 անհատ, այդ ստորագրահավաքը շատ տարակ եղավ 2-3 ժամվա մեջ, բայց հենց այս պահին ընթանում է նաեւ Change.org-ում այդ նամակի տակ ստորագրահավաքը եւ միջև այստեղ գալիս մոտ 800 հոգի եւս ստորագրել է այս 2 օրերի ընթացքում եւ բաց կլինի միջև այսօրվա վերջ կարծում եմ եւ կարող ենք այդ ստորագրությունը ներկայացնել գլխավոր դատախազին ուզում եմ ասել այդ ակցիան այդ նամակի հանձնման հետ էր կապված Միգուցե ընթերցեմ մի երկու բան մեր պահանջից, հա, գլխավոր մասերը ամբողջը չեմ ընթերցի իհարկե, ինչ ձեր հարցին մասամբ կպատասխանի, մասամբ եթե բաց մնա ընթերցել, որ իմ հարցին է պատասխանում, ինչու է կալանքապորը։ Տեսեք, ուրեմն Արթուր Օսիպյանի հնչեցրած հարցադրումները եւ բացառացած մտահոգությունները, այդ թվում նրա հրապարակային այլ գործունեությունը հանրային կարեւորության թեմաներն են եւ տեղավորվում են ամբողջովին տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո որպես քննադատական խոսք իսկ նրա հանդեպ հաջորդած գործողությունները հանդիսանում են իշխանության չարաշահում եւ բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լրացնելու փորձ Սա մեր բոլորի ստորագրալների կարծիքն է։ Առաջադրված հանրային քրեական հետապնդումը եւ կալանավորումը հակասում են Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների պարտավորություններին եւ լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմազանության եւ բազմակարծության եւ խոսքի ազատության պաշտպանության համար։ Նման գործելակերպը էական հարված է հասցնում իրավապահ համակարգի անկախությանը, հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։ Եվ հետո պահանջն է հետևում, ամբողջը չեմ կարդա, որ հաշվի առնելով այդ ամենը, մենք գլխավոր դատախազան Վարդապետյանից պահանջում ենք երկու կետ, անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը եւ երկրորդը դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, երաշխավորելով նրա բոլոր հիմնավար իրավունքներն ու ազատությունները։ Շատ լավ, տեսեք, երեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր Factor TV-ում, ես հարցում եմ օրինակ ինչու վարչապետի հնչեցրած սատկացնել բառապաշարը եւ այլ բառեր իրավապահները չքննեցին պարզելու ինչ է դա նշանակում, դա իրոք քաղաքական խոսք էր, թե ինչ որ սպառնալիք կարող էր լինել, հա, այսպես հույս չդնենք այն բանի վրա, որ երկրի ղեկավարն է եւ բռնության չի գնա եւ մենք իրավունք չունենք։ Ղեկավարը ավելի բարձր պատասխանատվության շեմ ունի, քան ցանկացած այլ ոք։ Նա ինձ հետեւյալ կերպ էր հակադարձում, ինչու եմ այլայլվում վարչապետի այդ հայտարարությունից, ես Ինչու չեմ այլայլվում Օսիպյանի հրապարակային այս գրառումներից ու նա խոսում է ես ուղիղ եմ մեջբերում կներեք հեռուստադիտողներ հերն անիծելուց լեզուն հետույքը մտցնելուց փստլնքոտ բերանը փակելուց Նիկոլ քեզ կդնեմ համապատասխան դիրքում ու այնպես կհարթուկեմ ողնաշատ կջարդեմ անասուն 1000 անգամ ներողություն եմ խնդրում ուղղակի իրավիճակը նկարագրելու համար սա հնչեցրի այ ինչպես եք դուք գնահատում այս արտահայտությունը Ռոբերտ ջան նայեք Ես ընդհանրապես անընդհատ այս խնդրին առնչվում եմ մեր հանրային կյանքում։ Եկեք հասկացությունները իրար չխառնենք, հա։ Մենք հիմա իրավական դաշտում ենք, իրավական դաշտի տեսակետից ենք նայում սրան։ Հիմա այս մարդու դեմ քրեական հետապնդումը հարուցվել է կոնկրետ այդ պահին տեղի ունեցողի վերաբերյալ, ճիշտ է։ Երբ որ խոսում էր Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ օրը։ Ես կխնդրեմ ձեր հեռուստադիտողների համար, եթե հնարավոր է, այդ հատվածը դնել ամսի մայիսի 18-ին Արաբկիրում տեղի ունեցավ։ Չէ, ուզում եմ որ մարդիկ նայեն դա եւ հետո մենք քննարկենք դա կետ առ կետ։ Այդտեղ 3 այդ մարդու դեմ առաջ է քաշված 3 մեղադրանք։ Մեկը խուլիգանություն,
Մեկը նախընտրական քարոզ չարշավի խոչընդոտում եւ երրորդը բռնության կոչեր։ Հրապարակային կոչերը։ Հիմա ընդհանրապես իրավունքը եւ օրենքը կոնկրետ բան է։ Դու չես կարող մարդուն մեղադրել մի բանի համար, որ ինքը արել է դրանից առաջ եւ դա կապել մի գործի հետ, որը դու քննում ես հիմա։ Այդ ամբողջ իրար խառնելը կներեք քաղաքական գործողություններ են։ Եթե մենք նայում ենք սրան իրավական տեսակետից, թեզ մարդը դրանից առաջ ինչ էր ասել, եթե այդտեղ կար հանցակազմ, պիտի գործ հարուցեիք օրինակ, այն ժամանակ։ Կամ ինքը Արցախում ինչ արել, ինչ չի արել, ծառայել է, չի ծառայել, իհարկե այդ ամեն ինչը ոչ մի կապ չունի այսօր այս մարդու դեմ հարուցված քրեական հետապնդման դեմ։ Ճիշտ է։ Այսինքն, եթե կար ինչ-որ հանցանք այս մարդու արարքների մեջ, միջև ՍԹ մայիսի 18-ը իրավապահ համակարգը պիտի դրանով զբաղվի այն ժամանակ։ Միջև բանավեճը։ Հիմա կոնկրետ քրեական գործ, որը հարուցված է կոնկրետ մարդու դեմ, կոնկրետ արարքի հիման վրա։ Դա արդարադատության սկզբունք է։ Դու չես կարող քրեական գործ հարուցել ընդհանրապես մարդու կյանքի իր, չգիտեմ, գործողությունների, իր կարծիքների, չգիտեմ ինչի համար։ Միշտ դրանք պետք է լինեն կոնկրետ եւ կոնկրետ մեղադրանքներ։ Հիմա ես խնդրում եմ ցույց տվեք ձեր հեռուստադիտողներին, մեզ էլ միասին, այս նյութը եւ ցույց տվեք որտեղ է այդտեղ խուլիգանություն, բացի քրեական օրենքը, տեսեք ոնց է դա նկարագրում, որտեղ է այդտեղ բռնության կոչեր եւ որտեղ է այդտեղ որևէ բանին քարոզարշավին միջամտություն։ Կարծում եմ շատ է դիտել են, նրանք բերել են այս այն բառապաշարը, որ ես բերեցի, ողնաշարդ կջարդեն կամ։ Բայց դա այդ օրը նման բան այս մարդը չի ասել։ Եվ ես ոչ դատախազ եմ, ոչ քննիչ։ Դե հենց այդ ամբողջ հարցն է, ենթադրում են, որ ինչ-որ ծրագրված բան է եղել, էլի։ Հենց այդ է, որ իրավունքը, օրենքը ենթադրելով չի։ Ցանկացած դեպքում այս մարդու ինչ են անում։ Մեղադրում են մեղադրանքը պիտի լինի հստակ։ Մենք պետք է նայենք կոնկրետ իրան ինչու են մեղադրում։ Այս պահին մեղադրում են այս երեք գործողությունների դեմ։ Այս գործերով է հարուցված այս մարդու դեմ այս գործը։ Հա։ Թե այդ մարդը իր կյանքում ինչ արել, ինչ չի արել, եւ այլ մեկը ես ոչ իրան իմ կյանքում գիտեմ, ոչ ճանաչում եմ, ոչ տեսել եմ, ոչ իր գործունեությանը հետևել եմ, կոնկրետ տեսել եմ այս օրը, այս պահին ինչա տեղ ունեցել, որ մարդուն անմիջապես բերման են ենթարկել, անմիջապես կալանքի սանկցիա է տվել դատավորը եւ մարդուն պահում են խափանման միջոց կալանք անմիջապես, հա, խոսքի համար։ Անկամ եթե դա լիներ, չգիտեմ, շատ ավելի կոպիտ խոսք, քան ինքը հնչեցնում էր, դա խափանման միջոց կալանք տալը ընդհանրապես որևէ հիմք չունի նման դեպքում, հա։ Ես տեսնում եմ, որ մարդուն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, քաղաքական մոտիվացիայով կալանավորում են եւ մարդը 17-րդ օրն է արդեն ինչ հացադուլի մեջ է եւ իր կյանքին ակնհայտորեն վտանգ է սպառնում եւ ոչինչ տեղի չի ունենում։ Ինչ պետք է տեղի ունենա, նա օմբուդսմանին էր նամակ գրել իրավական ընթացակարգերի։ Չէ, պետք է տեղի ունենա հետևելը, գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի, անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, երաշխավորելով նրա բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները, վերջակետ։ Սրան զուգահեռ այդ մյուս բառապաշարի մասին հիշատակեց վարչապետի կողմից, հատկացնել ամենացցուն բառն էր, որ նա կիրառել էր եւ իրավաբանները չպարզեցին արդեն իսկ ասեցի, որ ինչ նկատի ուներ, հա, երևի վստահեցին վարչապետին, այ իրավական երկրում արդյոք վարչապետի ինչ որ խառնվածք իմանալը կամ ինչ որ մարդկային կարող նա շատ բարի է, չգիտեմ, մարդկային որակներ իմանալը բավարար է չքննելու բառապաշար։ Այ մենք արդյոք գործ ունենք կամ գործ չունենք որոշակի ընտրովի արդարադատության հետ։ Ինչ կարող եք ասել այս մասով։ Որ ընտրովի արդարադատության հանրային վտանգավորություն կամ հանրային ազդեցություն շատ մեծ է, չէ՞։ Նայեք, ընդհանրապես կա իրավունքի սկզբունքներ, կա արդարադատության սկզբունքներ, այն ինչի վրա հիմնված է մեր սահմանադրությունը, մեր քրեական իրավունքը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ այլն։ Այսինքն շատ հասկանալի է, որ մենք չենք կարող ընդհանուր բաներ ասել։ Հենց այդ է, մենք պետք է ամեն կոնկրետ դեպքում
նայենք բոլոր հարցերին, այն որ անգլերեն ասում են case by case, գործ առ գործ։ Հիմա ես չեմ ուզում անդրադառնալ այդ խոսքի ազատության սահմանումները, որն է ատելության խոսք, կա դրա մասին ասենք կոնվենցիա բանի Եվրոպայի խորհրդի, դա այնքան էլ բոլորը չեն ընդունում, կան երկրներ Միացյալ Նահանգների պես, որտեղ խոսքի ազատությունը սահմանադրությամբ ամրագրված բացարձակ արժեք է, որտեղ եւ սատկացնելն էլ կարող ես ասել, ողնաշր ջարդելն էլ կարող ես ասել։ Կան երկրներ, որտեղ չես կարող, կան երկրներ, որտեղ նայում են կոնկրետ կոնտեքստի մեջ, եթե դա բռնության կոչա, պետքա տեսնես ինչքանով է դա ռեալ, ինչքան ունի սպառնալիք, ուզում եմ ասեմ, սա գիտություն է, սա ոլորտ է, որով զբաղվում են ոչ միայն փորձագիտական գնահատական։ Չէ, նաեւ իրավաբանները մասնագիտություն է, սա այնպես չի, որ ես ու դուք պիտի նստենք ասենք, սա այսպես է, թե այնպես չի։ Դա չի խնդիրը։ Խնդիրը ես ուզում եմ վերադարձնել նորից Արթուր Օսիպյանի գործին։ Ես չեմ կարող ասել այլ պարագաներում ինչը ոնց է, ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ, ինչպես դուք ասացիք, ես կարող եմ ասել, որ կոնկրետ Արթուր Օսիպյանի պարագայում նա ամբողջովին տեղավորվում է ԵԽԽՎ-ի 1900 ռեզոլյուցիայի տակ, որը տալիս է բացատրություն եւ ձևակերպում, թե ինչ բան է քաղաքական բանտարկյալ։ Ես ուղղակի մի երկու կետ կընթերցեմ, եկեք հերոստատիտողներ կետ առ կետ նայենք, հա։ Կնեք ընդհանուր գնահատական այն է, որ նա քաղաքբանտարկյալ է։ Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, որովհետեւ մենք առաջնորդվում ենք մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայով, մենք առաջնորդվում ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերով եւ մենք առաջնորդվում ենք այդ թվում Եվրոպայի խորհրդի պարլամենտական ասամբլեայի ռեզոլյուցիաներով։ Իմիջիայլոց այս ռեզոլյուցիան ընդունվել է 2012 թվականին եւ 2008-ին տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում արկա քաղաքբանտարկյալները, այդ թվում Հայաստանի քաղաքասարակությունը, այն ժամանակվա օպոզիցիան նպաստել են, որ այս ձևակերպումները 12 թվականին լինեն, որովհետեւ մեծ վեճ կա, ով է քաղաքական բանտարկյալ, ով չէ։ Հիմա մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, սա մեզ համար կարևոր փաստաթուղթ է։ Եկեք նայեք, հա, այս բանաձևը։ Անձը համարվում է քաղաքբանտարկյալ, եթե նրա ազատազրկումը խախտում է հիմնարար իրավունքները, այս դեպքում խոսքի ազատությունը, կիրառվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով կամ արդար եւ ակնհայտորեն կողմնակալ դատավարության հետևանք է։ Հիմա երկու կետ էլ ուղղակի ուզում եմ, որ մեր ստիտողները հատ-հատ հասկանան, հա։ Ասում է մարդու իրավունքների խախտում, ազատազրկումը կիրառվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար երաշխիքների տվյալ պարագայում խոսքի ազատության խախտմամբ։ Իր խոսքի մեջ դա լրիվ տեղավորում է ազատ խոսքի իրավունքի տակ եւ դա տեղի ունեցել ազատ խոսքի խախտմամբ։ Երկրորդը հետապնդում է զուտ քաղաքական դրդապատճառներ։ Ազատազրկումը կիրառվել է բացառապես քաղաքական պատճառով առանց որևէ իրական հանցագործության։ Ինձ թվում է բոլորս կհամաձայնենք, որ կոնկրետ այդ դրվագի մեջ չկա որևէ հանցակարգ։ Իսկ սպառնալիք դիտարկում են, ոնց հասկանում եմ, բռնություն չկա սպառնալիք։ Կոնկրետ այդ դրվագի մեջ չկա սպառնալիք։ Այն ողնաշարի պահն է։ Այդ ողնաշարը դարձրել մեղադրական։ Ողնաշարը այդ վիդեոյում չկա։ Կա տենց բան։ Իսկ կարող են գումարել իրար, թե չէ։ Չեն կարող, հենց այդ եմ ասում։ Հենց այդ եմ ասում։ Օրենքը շատ կոնկրետ բան է։ Ուրիշ բան, որ հիմա եթե իրանք շարունակեն այս մարդու քրեական հետապնդումը, չգիտեմ, հազարում մի բան, բայց դա գործ կարել է, կներեք։ Բառից բուն իմաստով գործ կարել է։ Հիմա մենք նայում ենք կոնկրետ այս դրվագով հարուցված է քրեական գործ։ Այդ դրվագը, եթե դուք նայում եք, այստեղ չկա որևէ իրական հանցագործություն։ Փաստորեն սա քաղաքական դրդապատճառով բացված գործ է։ Խտրական վերաբերմունք։ Անձը պահվում է անազատության մեջ խտրական ձևով այլ անձանց համեմատ։ Այսինքն դու տեսնում ես, որ այդ մարդուն պահում են ծմակ, խցում։ Դու տեսնում ես, որ այդ թվում, եթե մենք խոսենք կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, տեսնում ենք, որ օրինակի համար հղի կնոջը անցման վրայարթի ենթարկած մարդը ազատ է արձակվել գրավով ծանր հանցագործության համար։ Մարդ է մահացել 2, քանի որ հղի էր, հա, այդ կինը։ Միևնույն ժամանակ խոսքի հիմքով
դու մարդուն տալիս ես կալանք։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այդտեղ կա խտրական վերաբերմունք։ Ավելի ծանր հանցագործության պարագայում կալանքը չի կիրառվում որպես խափանման միջոց, եւ անգամ եթե ընդունենք, որ այդտեղ կա բռնության կոչը այն գործը չի, որով որ դու մարդուն պիտի կալանք տաս։ Ավելին, դու ոչ միայն կալանք ես տալիս, դու տալիս ես այցելությունների սահմանափակում, դու տալիս ես խիստ պայմաններ եւ այլն։ Եվ վերջինը արդար դատավարությունը եւ այլն, դեռ դատավարական փուլ չենք մտել, այնպես որ չեմ կարող ասել։ Բայց ինչ է ասում։ Ասում է մարդը անձը համարվում է քաղբանտարկալ, եթե արկա է հետեւյալ կետերից գոնե մեկը։ Չի ասում բոլորը։ Գոնե մեկը։ Այն որ ստեղ կա մարդուրանքների խախտում, որ կա զուտ քաղաքական դարդապատճառներ եւ կա խտրական վերաբերմունք, դա արդեն հերիք է, որ մենք այս մարդուն համարենք քաղբանտարկել։ Այ ինչու բառը ինձ թվում է հիմա տեղին է հնչեցնել, այդ բառը ինչու 3 հոդվածով Արթուր Օսիպյանը մեղադրվում է, ինչու է կալանավորված։ Եթե համատեքստը դեպքի վերցնենք, դա վարչապետի թեժ բանավեճներ, Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ եւ որոշակի կոռուպցիայի հետ կապված հարցեր են որոշակի այդ է ուզում ասել, մեղադրանքներ կային նախկին բարքերի դեմ չպայքարելու, ասում էր ես եմ պայքարել, այլ ասում էր փախած ես, չես կռվել եւ այլն, մեռնեիք եւ այլն, հա։ Այսինքն դա միջադեպ էր հրապարակային։ Եվ մարդը գնում է բանտ այդ միջադեպից հետո։ Այ կարող եք մենք, ես ուզում եմ օբյեկտիվ գտնվենք, ոչ ես փորձում եմ մաքսիմալ օբյեկտիվ։ Իմ հարցադրումն էլ այդ շողքի ներքո ընկալվի, նպատակ չկա ոչ նրան մեղադրելու, ոչ նրան մեղադրելու կամ արդարացնելու, էլի։ Կարող ենք սա մենք հրապարակային, այսպես ասենք, ուղերձ ընկալել իշխանության կողմից, որ չհամարձակվեք գալ եւ այսպիսի մեղադրանքներ հնչեցնել, հակառակ դեպքում կգնաք բանտ։ Թե ես գույները խտացնում եմ։ Տենակ, սա ընկալման հարց է, հա, ընդհանրապես, բայց ես կարող եմ ասել ընկալման տեսակետից, զուտ ընկալումների տեսակետից, կարող եմ ասել, որ շատ արցախցիներ, ում հետ որ է շփվում եմ, ճանաչում եմ, այս միջադեպը հենց այդպես էլ ընկալել են։ Մարդիկ, նամանավանդ արցախցիները, սա ընկալել են որպես, եթե խոսեք, ավել խոսեք, պակաս խոսեք, այս նույն միջոցները կարող են կիրառվել ձեր դեմ։ Նկատի ունեն ազատազրկումը, ընկալումը դա է։ Ազատազրկումը դա պատիժն է։ Ակնհստեղ մեր հայտարարության մեջ մենք գրել ենք, որ մենք սա համարում ենք այդ թվում պատժողական։ Հասկանում եք, ես բավական լիբերալ հայացքների տեր մարդ եմ եւ համարում եմ, որ ընդհանրապես խոսքի ազատությունը շեմը պետք է մեծ լինի։ Ես համարում եմ, որ քաղաքական դեբատը այո կարող է շատ թեժ լինել, այո կարող է տհաճ լինել բոլորի համար։ Ես գիտեմ, մենք այստեղ տարաձայնություններ ենք տարբեր գործընկերների հետ, բայց ես համարում եմ, որ շատ ավելի է մարդիկ ազատ խոսեն, անգամ եթե տհաճ է, անգամ եթե մի քիչ էլ վիրավորական է, եթե իհարկե ինչ-որ բարոյական կամ պաշտպանված խմբերին չի թիրախավորում, հա։ Անձիտեսքին, չգիտեմ, հենց պաշտպանված հատկանիշները դա նկատի ունեմ։ Եթե դա ռասայական վիրավորանք չի, եթե դա գենդերային վիրավորանք չի, եթե դա ազգային հիմքով վիրավորանք չի, եթե հակասեմականություն չի, եթե դա, ասենք, չգիտեմ, LGBT մարդկանց թիրախավորում չի, դրանք պաշտպանված խմբեր են, հա, եթե դու այդ հատկանիշներով չես կամ հաշմանդամություն ունեցող անձանց չես թիրախավորում, բայց սա, ասենք, թեժ խոսակցություն է, ես կարծում եմ, որ դա նորմալ է մեծ առումով ամենտեղ աշխարհում ինչու՞ չի հանդուրժվել այդ դեպքում ձեր կարծիքով։ Դե հենց դա դուք ճիշտ ասեցիք, որ այդ դեպքում բազմաթիվ արարքներ կան մեր իշխանությունների կամ հանրային գործիչների կողմից, սկսած քաղաքացու դեմքին թքելը եւ վերջացրած ինչի դու կենթանի ես, ինչի չես մեռել, որոնք որ կարող էին նույնպես լինել տարբեր տեսակի, միգուցե ոչ քրեական, բայց վարչական իրավախախտումների դաշտում։ Հասկանալի է, որ այստեղ խտրական վերաբերմունք է, ինչը ավելի վատ եւ մեր նշում է մեր հայտարարության մեջ, որ նման գործելակերպը էական հարված է հասցնում իրավապահ համակարգի անկախությանը, հանրային հեղինակությանն ու վստահելությանը։ Այսինքն մարդիկ հասկանում են, որ իրավապահ համակարգը կարող է օգտագործվել որպես մտրակ, որպես լծակ, որպես գործիք
անցանկալի մարդկանց լրացնելու, հանրային դաշտից լուսանցք մղելու եւ այլ ոչ դրական երևույթների համար։ Սա հանրությանը ուղված ինչ որ չափով ուղերձ է եւ սա թույլատնում է նաեւ մեր իրավապահ համակարգի, դատական համակարգի հանդեպ վստահությունը եւ անկախության ամբողջ կոնցեպտը։ Ամփոփելով ձեր սպասելիքը այս պատերությամբ գլխավոր դատախազությունից է, գլխավոր դատախազից հաշվի առնելով ձեր դիմումը հիմնավորներ, որ կան, էլ ինչ է հնարավոր անել այս հարցին լուծում տալու, հաշվի առնելով նաև որ հացադուլի մեջ է։ Այո։ Եվ ըստ էության ինքը բանտից ուղերձ էր եղել կյանքին որոշակի ռիսկեր տեսնելով պահման պայմանները։ Մենք էլ ենք տեսնում ռիսկեր, ես ուզում եմ ասել, որ գիտեք, կարծում եմ ոչ միայն շատերիս մտքում է Արթուր Սարգսյանը, հացբերողը, որը որ ցավոք սրտի ազատազրկման վայրում մահացավ իր առողջական պայմանների խիստ վատթարացումով, մենք ոչ մեկս չգիտենք, թե մարդու օրգանիզմը, անգամ երիտասարդ օրգանիզմը կամ միջին տարիքի մարդու օրգանիզմը ինչ խնդիրներ կարող է ունենալ 17 օր հացադուլում լինելուց հետո։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է իրան ազատ արձակել, փոխել իր խափանման միջոցը առնվազն, որքան հնարավոր է շուտ այսօր։ Ես կոչ եմ անում այս բոլոր ստորագրածների անունից, որոնք հիմա արդեն, չգիտեմ, ենթադրում եմ 1000 հոգու չափ է, կոչ եմ անում բոլոր անունից անհապաղ փոխել նրա խափանման միջոցը, ազատ արձակել նրան, որովհետև եթե այս մարդու առողջությանը որևէ բան սպառնա եւ այս մարդը ծանր առողջական վիճակում հայտնվի, դա բոլորիս խղճի վրա է լինելու, նախ եւ առաջ որոշում կայացնողների, եւ ես կարծում եմ, որ իրենք պետք է մտածեն այս դեպքի մասին նախ եւ առաջ մարդու իրավունքի եւ մարդու արժանապատվության տեսակետից մեր սահմանադրությունը սահմանում է, որ մարդը Հայաստանում գերագույն արժեք է։ Մնացած ամեն ինչը կապ չունի։ Ով է եղել, ով չի եղել, ինչ է ասել, ինչ չի ասել, ինչ էլ լինի, ինչ էլ ասած լինի, դա համարժեք չի մարդու կյանքին եւ մարդու կյանքի իրավունքին։ Դրա համար ես կարծում եմ, որ օր առաջ, հենց այսօր, հենց հիմա գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի եւ այս մարդու խափանման միջոցը պետք է փոխվի։ Իրան էլ կոչ եմ անում, չգիտեմ, չեմ կարծում, որ այդ սահմանափակ պայմաններում հնարավորություն ունի սա դիտելու, բայց այնուամենայնիվ կոչ եմ անում դադարեցնել հացադուլը, որովհետեւ սա իրոք ծայրահեղ միջոց է եւ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Եւ վերջինը պիտի ավելացնել բանը, խնդրեմ։ Հա, ուղղակի ուզում եմ ասել շնորհակալություն Հայաստանի անկախ լրատվամիջոցներին, Factor TV-ին, մեր բոլոր գործընկերներին այս հարցը ուշադրության կենտրոնում պահելու համար, այս թեժ նախընտրական փուլում, բայց էլ եմ ասում, ոչինչ ավելի կարևոր չի, քան մարդու կյանքը եւ մարդու արժանապատվությունը։ Դրա համար մեր բոլոր մեծագործընկերներին ուզում եմ շնորհակալություն ասել ձեր աշխատանքի համար, մեր բոլոր քաղաքացիներին, ոչ անտարբեր քաղաքասարակությանը, որը փորձում է առաջ տանել այս գործը, որքան շատ ուշադրություն լինի այս գործին, որքան շատ հանրային պահանջ լինի, այնքան ես կարծում եմ ավելի արագ հույս ունեմ դրական լուծում կունենա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել էինք Իզաբելա Սարգսյանին։